Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր փետրվարի 16 Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկությունը, կրկին չեմ ավերել Եփրեմին, որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ։ Ովսե 11-րդ գլուխ 9-րդ խոսք։ Այսպիսով Տերը ցույց է տալիս իր ողորմածությունը։ Հնարավոր է, որ թանկագին բարեկամ, հիմա դժվարին իրավիճակում եք և ամեն ինչ ցույց է տալիս, որ շուտով կկործանվեք։ Թող որ այս խոսքը աջակցի ձեզ ձեր հուսահատության մեջ։ Տերն այժմ կոչ է անում ձեզ վերանայել ձեր ճանապարհները և խոստովանել ձեր մեղքերը։ Եթե նա մարդ լիներ, վաղուց կոչնչացներ ձեզ։ Եթե նա հիմա վարվեր մարդկանց պես, մեկ խոսքն ու մեկ հարվածը բավարար կլինեին ձեզ վերջ տալու համար, բայց դա այդպես չէ, քանի որ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են նրա ճանապարհները ձեր ճանապարհներից։ Դու ճիշտ ես հասկացել, որ նա բարկացած է, բայց նա իր բարկությունը հավիտյան չի պահում։ Եթե մեղքից դառնաս դեպի Տեր Հիսուս, Աստված էլ իր բարկությունից կդառնա, քանի որ Աստված Աստված է և ոչ թե մարդ։ Քեզ համար դեռ կա ներման հնարավորություն, թեկուզ և մինչև կոկորդը թաթախված լինես անօրենության մեջ։ Դու գործ ունես Աստծո հետ, ոչ թե խիստ մարդու և նույնիսկ ոչ էլ պարզապես արդար մարդու։ Ոչ մի մարդ քեզ հետ այդքան համբերություն չէր ունենա։ Դու նույնիսկ հրեշտակին կհոգնեցնեիր, ինչպես որ հոգնեցրել ես քո վշտացած հորը։ Բայց Աստված շատ երկայնամիտ է։ Եկեք և փորձեք նրան հիմա, խոստովանեք, հավատացեք և դարձի եկեք ձեր չար ճանապարհներից և դուք կփրկվեք։